Դե Հունգարիայում, այսպես, Հունգարիայի ինչով էր կարևոր Հունգարիայի Տուսկը ասում են զանգահարել է հաղթող տեխնացուին, ասել ես ավելի ուրախ եմ, քան դուք։ Ուղղակի դուք չեք հասկանում, թե այդտեղ ինչա կատարվել։ Իսկ իհարկե հասկանալի է։ Գլոբալիստները առաջին անգամ կարողացել են հաղթել փաստացի Տրամպին։ Այս հաղթանակը կոնկրետ Օրբանի պարտությունը չէր, գլոբալիստների հաղթանակը։ Սա Տրամպի պարտությունն էր։ Հաշվի առնելով, որ Օրբանը եւ ԱՄՆ նախագահ բական մտերիմ են եւ Եվրոպայի Եվրամիության շատ որոշումներ, որը ԱՄՆ շահերից չէր բխում, սովորաբար տորպեդահարում էր առաջին հերթին Հունգարիան իր երկրի նախագահով։ Այդ թվում նաեւ Ուկրաինային 90 միլիարդ Եվրամիությունից դոլար տրամադրելու տրանշի արգելք էր դրվել Հունգարիայի կողմից, որպես ԵՄ անդամ երկիր, եւ այստեղից մենք կարող ենք հետեւություն անել, որ այդ արգելքը հանվելու է, վստահաբար հանվելու է։ Ես չգիտեմ ինչքան գումար տրամադրվի, բայց կտրամադրվի Ուկրաինային գումար, որով նորից Միացյալ Նահանգները կվաճառեն զենք, զինամթերք, Ուկրաինան տարբեր տեղերից կբերի վարձկաններ, կհոգա իր քաղաքացիների զոհված զինծառայողների ընտանիքների, վիրավոր զինծառայողների սոցիալական կարիքները որոշակի առումով, եւ Ուկրաինայում պատերազմը կարող է թեժանալ։ Այսինքն Հունգարիայի այս Լիբանի գլոբալիստների հաղթանակը սկզբունքորեն դա բերել է Ուկրաինայում գործողությունների շիկացման։ Քանի որ այս պահը ամբողջ գործընթացը գործնականում ուղղված էր մարդկության, պետությունների, շահերի բախումների եւ այլն ուղղված էին Իրանի դեպքերի շուրջ, կարծում եմ շուտով Ուկրաինայում, եթե տրանշները կարող է 90 միլիարդ չլինի, դրա կեսը լինի, բայց այնուամենայնիվ դա ինքնին ցույց է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները կարող են շիկանալ։ Սա ինչ վերաբերում է Հունգարիայի ընտրություններին, բայց եթե փորձենք Հունգարիայի ընտրությունները պրոյեկտել նաև մեր հայաստանյան իրականության վրա, այստեղ արդեն խորհելու բան կա։ Վստահաբար Եվրամիությունը ամեն ինչ անելու է, որպեսզի Հայաստանում Փաշինյան Նիկոլը հաղթի։ Այսինքն այսօր Փաշինյան Նիկոլին որպես ձեռքի գործիք վստահաբար իրենց շահերի սպասարկման համար երկու միավոր վերպետական կառույցներ կամ պետություններ օգտագործելու են։ Մեկը Եվրամիությունն է, մյուսը թուրք-ադրբեջանական տանդեմը։ Իսկ այդ առումով մեր ընդդիմությունը պետք է եւս գնահատես իրողությունները եւ Եվրամիության հետ կապված եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ կապված։ Այսինքն այդ հաղթանակը որոշակի առումով նաեւ Փաշինյանի կողմնակիցներին որոշակի ողջավորություն կարող է տալ, հաշվի առնելով, որ Մոսկվայում Ռուսաստան նախագահի հանդիպման ժամանակ Փաշինյանը այն երկբա հետ չկանգնեց Եվրամիության անդամակցելու իր քաղաքականությունից, ավելին, օրինակ նրանք ովքեր որ տեսանյութեր են նայում, օրինակ YouTube-ում, պարբերաբար այդ գովազդները ընդհատում են տեսանյութերի դիտումը եւ ես երեք նկատեցի մի գովազդ կա, որտեղ Եվրամիության հետ կապված զուգահեռ է տարվում, եթե Եվրամիությունն է ուզում կստանաս վիզաների ազատականացում, եթե Ռուսաստանն է ուզում կստանաս սոցիալական ցանցերի փակում, մոտապես իմ բառերով եմ ասում, բայց իմաստը դա է։ Այսինքն Հայաստանի իշխանությունները ակնհայտ Եվրամիության անդամակցումը, որը ուղղակի մարդկանց խաց տալու միջոց է, այդ վիզաների ազատականացում, դա օգտագործելու են, բայց մեզ դասողներին այդ թվում նաև իշխանական որոշակի պատասխանատու օղակները, որոնք նաև այս հաղորդումները լսում են, հիշեցնեմ, որ Բրիտանիան դուրս եկավ Եվրամիությունից։ Իդեպ առաջին եւ միակ հիմնավորումը գիտեք որն էր։ Բրիտանիան ասեց, ես փորձում եմ վերականգնել իմ ինքնիշխանությունը։ Ընդ որում հիմնավոր տնտեսական, դիվանագիտական, տեղեկատվական, արժեհամակարգային, շատ հետաքրքիր է։ Այսինքն երբ որ դու վերպետական կառույցի միավոր ես դառնում, բնականաբար դու զիջում ես քո որոշակի ինքնիշխանությունից ընդհանուր խաղի կանոնների տարամբանությամբ։ Այնպես որ Հայաստանը Եվրամիություն մտնելու մեջ նախ բացարձակապես որոշում չի կարող կայացնել, 0։ Եվ ասեմ ինչու։ Եվրամիությունում տարբեր կառույցներում որոշումների կայացման համար Եվրամիության անդամ
երկրները չունեն մեկ ձայնի իրավունք։ Այդտեղ ձայնի իրավունքը որոշում է այդ պետության բնակչության թվաքանակը ընդհանուր Եվրամիության պետությունների բնակչությունների գումարային քանակի է, թե քանի տոկոսն է։ Այսինքն օրինակ հիմնական որոշումները կայացնում է Ֆրանսիան, Գերմանիան, այո, մի ժամանակ Բրիտանիան էր հիմնականում։ Մյուսները ընդհանրապես ենթարկվում են այս 2-3 ու հիմա Իտալիան որոշակի առումով այս 2-3 պետությունների որոշումներին։ Դու այնտեղ կատարողական գործառույթ ունես, իսկ չեմ կարծում, որ այս տնտեսական բավական լուրջ ճգնաժամի պայմաններում Եվրոպան իր շուկան բացի Հայաստանի գյուղմթերքի համար։ Սա նույնիսկ այո, վստահաբար ոչ միայն ցավոք սրտի ժպիտ առաջացնում, այս տխուր հետևանք է։ Մենք արտադրանքը մնալու է Հայաստանում, գյուղացին ստացած բանկերից վերցած վարկերը չի կարողանալ տոկոսներով փակել, ստիպված կոպեկներով այդ իր տարածքները պիտի վաճառի, իսկ գնորդ կարծում եմ կա հարևան Թուրքիան ուղակի կամ միջնորդավորված եւ Ադրբեջանը այդ տարածքները կարող են դյուրին կերպով գնել։ Այնպես որ ինչ ասել է Եվրոպա, հետո բոլոր այն արտոնությունները, որը մենք ունենք Եվրասիական տնտեսական միությունում, Եվրամիության անդամակցումը այդ բոլոր արտոնությունները ուղակի վերացվելու է։ Ես չեմ ուզում նորից կրկնվեմ, թե օթային փոխադրումներն են կանգնեցնելու, մեր արտադրանքը այնտեղ շուկա չի մտնելու, բայց մի փաստի մասին ասեմ, ընդ որում այս փաստը ինքնին բան է, խոսող փաստ է, պարզվում է, որ եթե հիշում եք ջերմուկի շշից Ռուսաստանում մի անձ թունավորվել էր 65 տարեկան, որը մահացել է, չեն կարողացել եւ պարզվում էր, որ այդ բանի մեջ շշի մեջ ջերմուկ չի եղել, թե ոնց է լցվել, ինչ է լցվել, նո ասում են հիմա այդ գործը բան է, այսպես ասենք, հա, փակվել է, բայց հիմա վերաբացվել է եւ շատ հետաքրքիր է, որ այդ վերաբացված գործը ոչ միայն սովորական քննիչներն են քնում, այլ անվտանգային դաշտային ծառայությունը, մեզ լսողների համար հայերեն ՖՍԲ-ն, այսինքն ինչով է ՖՍԲ-ն ներգրավում այս գործով, ինչու, այսինքն պետական այդ կառույցը, կարծում եմ, որ ինչպես Պուտին-Փաշինյան հանդիպան հաջորդ օրը պարզեց, որ Հայաստանից Ռուսաստան մտնում է ոչ այդքան Հայաստանի ջերմոցներում աճեցված ծաղիկներ, այլ Եվրոպայից Հայաստան բերված եւ Հայաստան որպես տրանզիտ երկիր օգտագործող ծաղիկներ, կարծում եմ այդ իրականությունը աշխանաբար տարբեր ոլորտներում իր դերև է գալու եւ Ռուսաստանը օրենքի շրջանակներում փորձելու է Հայաստանի իշխանությունների, ոչ այդքան իշխանությունների, որքան տնտեսվարող սուբյեկտների, լինի դա փոքր բիզնես, միջին բիզնես, մեծ բիզնես, դրանց վրա իրապես գործնականում ցույց տալու, թե ինչ ասել է, թե Հայաստանը Եվրասիական տնտեսականից դուրս է գալու, իսկ Ռուսաստան լրիվ օրենքի շրջանակներում է դա ամենչանելու եւ մտնելու է Եվրամիություն։ Եվրամիությունում կարծում եմ որից երկրի չեն սպասում, այդ թվում նաեւ շատ երկրներ, որոնք ժամանակին ձգտում են, այդ թվում Ուկրաինան իդեպ Այ Ուկրաինայի զոհողությունները, ամեն ինչը կորուստները նրա համար է, որ Ուկրաինան դառնա Եվրամիության անդամ երկիր եւ ՆԱՏՕ-ի անդամ։ Ավասիկ ոչ ՆԱՏՕ-ի անդամ է դառնա ոչ Եվրամիության, բայց Ուկրաինայում տեսնում ենք ինչ ավել է։ Այդպիսի փորձ ժամանակին մեր հարևան Վրաստանը փորձ արեց, նա էլ ինչպես ասում են, ստացավ համարժեք ձևով։ Մոլդավան է փորձանում, ես կարծում եմ նույն ավերը այնտեղ լինելու, այնպես որ ճիշտ կլինի կապ չունի, որ իշխանություն ներկա է, վերարտադրվող է, թե հաջորդն է, իրենք հասկանում են պարզ ճշմարտություն, որ աշխարհում ուժային նոր բալանս եւ նոր կարգեր է, բազմաբևեռ աշխարհն է հաստատում եւ Հայաստանը շատ բնական ձևով հայտնվել է իր երկու հարևաններ, որոնք մեծ հաշվով այդ բազմաբևեռ աշխարհի կարևորագույն բևեռներից են հանցանում, Ռուսաստանը կարծում եմ Իրանը շուտով նման հավակնություններ հանդես կբերի, այդ երկու պետությունների ինչպես ասում են ճանապարհին։ Մեզ համար երկու պետությունների շուկան, մեզ համար անվտանգային հետ կապված բականին մեծ վահան կա մեր հարևան Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ։ Ես կարծում եմ շատ բնական ձևով, առավելս որ քաղաքակրթական, պատմական, բազմաթիվ ընդհանրություններ եւ Ռուսաստանի եւ Իրանի հետ։ Իսկ մենք գիտենք Թուրքիայի հետ մեր ընդհանրությունները ավարտվեց ինչպես մի քանի 100 տարի մեր հայրենիքի վրա նաեւ Օսմանյան կայսրության
Ստեղծման վերջնարդյունքը 1915 թիվն էր եւ հայությունը չկա։ Այդ որ մեծ որ խոսում են բարեկամություն եւ այլն, Թուրքիայի եւ Ադրբեջանի համար առաջին հերթին Թուրքիայի Հայաստանը մեծ Թուրանի ճանապարհն ընկած քայլը կամ սեպ է խրված, որը պետք է հանել կամ մի կողմ շպրտել։ Սա է, թե դա ինչպես կփաթեթավորի, ինչ գեղեցիկ խոսքերով, կենացներով, հարևանությամբ, արտադրությամբ, կաշառքով եւ այլն, դա այլ հարց է։ Եթե այդպես չլներ, Ալթայից դուրս եկած թյուրքական ցեղերը երկիր մոլորակի ամենակարևոր տարածքում Խաչմերուկում, որի մի մասը մեր հայրենիքն է, չեն կարողանա կայսրություն ստեղծել։ Դե փաստորեն մեր ժողովուրդների պարզամիտ կամ վախկոտ կամ կաշառվող կամ դավաճան էլիտաների միջոցով Օսմանյան կայսրությունը կարողացավ դառնալ կայսրություն։ Եվ հիմա այդ նույն քաղաքականությունը փաստացի շարունակում է Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը։ Գանք մյուս հարցերին, տեսեք,